մեզի այս շիտ տեղ են դնում։ Ասում են սենց, ես Էրդողանն ասում, Չինաստանից ես պիտի ստանամ ապրանք։ Որ դու ստանաս ապրանք, անպայման Հայաստանի միջոցով դու ոնց ես գալու։ Այսինքն Չինաստան ոնց է մտնում։ Մտնում է Կազախստան, Կազախստան երկու ճանապարհ կա, կամ գնացքով գալիս ես, ֆռում ես գալիս ես Հայաստան, ու իբրև։ Եթե շատ թանկանոց, հաջողիկա ու շատ երկար։ Շատ կարճ ճանապարհը, Չինաստան, Թուրքիան։ Գալիս մտնում են Ակտաու պորտ, դեղ էլ մի հատ կա պորտ հյուսային նակոչում, կամ պարոմի այդ վագոնների դունում եք, գնացքները դունում եք պարոմի մեջ, ինքը գալիս է մինչև Պարսկաստան, կամ սովորական նավերի մեջ այդ ապրանքը դունում ես կոնտեյներներով, բաներով, Կազախստան, Պարսկաստան 2 օր ճանապարհ, երկու չէ, մի օր կես ճանապարհ։ Գալիս մտնում է Անզալի, Ռեշտ, Ֆիրադուն Քինար, Ամիրաբադ, սա պորտերը գիտեմ դեղ եղել են։ Դե ես լսում են գալիս ահանգիստ Թուրքիան։ Շատ կարճ ճանապարհ է, շատ կարճ, 10 անգամ կարճ կամ Հայաստանից։ Հիմա ինչ հետյակներ եք պատմում Չինաստանից ապրանք պիտի մեր միջոցով գնա մտնի։ Սուտ է դա, ոդից գլուխ սուտ բաներ է, մանիպուլյացիան։ Ես Նիկոլ Փաշինյանի տորնստի քարտեզը բացեմ, սաղ նստեն իրաց համակարգով նստեն, ես այդ քարտեզը բացեմ, ապացուցեմ, որ էդի լոգիստիկայի բանով, լսեք, մի հատ բան ասեմ, կարան ասեմ մետամատությունը իրան մասին, իրան գո, չէ, Պարսկաստան բաներ է եղել, Պարսկաստանի բիզնեսմեններ, մեծ բիզնեսը, իմ այդ լոգիստիկայի հետ կապված խորհրդակցել են, ու լիքը բաներ ցույց ենք տվել իրանց, ժամանակի, որ սա բիզնես ուսանված եմ եղել, հիմա ես ասում եմ, դրա համար այդ ապոզիցիան Թուրքիան բանման, այդ սա մի հատ մեծ օպերացիան, քանի որ Ռուսաստանը չի ուզում ցույց տա իրան ականջներ, ու իբրև Ռուսաստան, Հայաստան վատ հարաբերություններ ունեն, Նիկոլ Փաշինյան գնում է Անկարա, բայց ինչ որ խոսում են 9-7 կետի մասին, ինքը չի ասում 9-7 կետը, բայց ինչ որ ցույց է տալի, այդ 9-7 կետը, ու միջին կորիդորը իր աշխատում է։ Ինչով կավարտվի Սամվել Կարապետյանի այս պատմությունը բաց են տողելու հիմա նայեք մենք պիտի հասկանանք մի հատ բան այստեղ Սամվել Կարապետյանը իրան հարցի չէ այստեղ դրված մենք նորից երես մի անգամ ուզում եմ ասեմ որ ինչ որ կապված Սամվել Կարապետյանի ընդդիմություն Էսյանեյան նորից ասում եմ էսի մտածված գործողությունները մենք պիտի հասկանանք Մոսկվան եթե ուզում է աջակցի որ օպոզիցիան ուժեղանա դառնա ուժեղ չէ երբեք իրանց ինֆորմացիոն ԶԼՄ-ների կանալներով երբեք չեն պաշտպանի որովհետև դրանք նորից ասում եմ ես գիտեմ դրանից էլ ինֆորմացիա ենք ստանում Դրանք գիտեն ստեղ հակառուսական տրամադրությունները շատ բարձր են ու դրանք գիտեն եթե մեկին ասում են ապրես այդ մարդը ամեն ինչ կորցնում է ստեղ քաղաքական դաշտում դառնում է 0 դրա համար ես չեմ հավատում որ դրանք այսքան դեղ անգրագետ են ես հավատում եմ որ մենք ստեղ բան չենք հասկանում ես իհարկե դեմ եմ որ Սամվել Կարապետյանին ձերբակալում են ես հասկանում եմ որ սև ձևով այդ պետական մեքենաներ մարդկանց օգտագործում են ինչքան էլ միլիարդներ ուզում ես աշխատի ստեղ այդ միլիարդներ կապ չունեն այնա Մեմենդոսը 11 տարի են տվել որ նստում է ստեղ այդ Ռուբեն Ռուբինյանը դեղ ոչ մեկը չի կարող հանեն դեից էսի կապ չունի այդ բաների հետ ես ուզում եմ հասկանամ որ սև ձևով այդ ամեն ինչ արվում է քանի որ նայեք այդ չգիտեմ այդ ընդդիմության ինչքան ես չգիտեմ ոչ հայ բիդելն որ չհասկանա որ ոչ թե Նիկոլ Փաշինյան գնացել է ասում է ես ուզում եմ 9-7 կետը մտցնենք հայտարարության մեջ եթե Ռուսաստանը դեմա որ Սյունիքը բացենք ինչու ամեն օր իրաց փող վարչապետ Ավերչուկս առավոտում այս միջև երևում բասման պիտի կատարեք այդ բանը պիտի բացեք նույն իրանց հագնեն ասում տարբեր քաղաքագետներ են ասում փորձագետներ են պիտի բայց Հայաստանում էլ մարդիկ են գտնվում հենց որ ասում են գործակալներ որ ասում են Սյունիքը պիտի բացեք եթե Նիկոլ Փաշինյանը գրեց
այդ 9 կետը։ Հետո ինչ որ Նիկոլի Փաշինյանը ուզում է պարաշուտով լիչնի։ Հետո ինչ ստորագրությունը դրել։ Բայց այդ բանը գործականներ ասում են այդ ստորագրելիս պիտի բացես ում համար, ինչ համար։ Դրա համար ես ասում եմ ինձնությունը մի քիչ ուշքի գա, ես իրանց երեսներին ասում եմ դուք քաղաքական առումով շատ ցածր ինտելեկտուալ ունեք, չգիտեմ, կարող դուք լավ մաթեմատիկոս եք, ֆիզիկոս եք, քիմիկոս եք, չգիտեմ ովքեր եք, բայց քաղաքական առումով շատ ցածր ինտելեկտ ունեք։ Ես ես ասում եմ, ցես սև ձևով օգտագործում են, սև ձևով։ Ինչ կան Ռուսաստանը ասում է դուք, այսքաններ դուք ստանում եք 0։ Դա համար ես ասում, Մոսկվան ամեն ինչ անում է, ակաժներ Չերևան, Նիկոլ Փաշինյանն ատամներով պայեն, գնա ստորագրի ու ինչ որ պետք է գնան առաջ։ Ոնց որ միացան նահանգներ վերցնում են մի հատ հիվանդի պատճառով Իսրայելում գտնվող, որ ասում է ես կարծում եմ որ բան ատոմային զենք ունեն արդեն։ Քեզ ով ասել որ ունեն։ Նայեք, ես այն անգամ մի հատ ուշադիր նայեցի 10 թվից ինքը ասում է այս բանը, ասում է 2 շաբաթ է մնացել, 10 թվից, 2010 թվից ասում է, 2 շաբաթ է մնացել, մի ամիս է մնացել, ու սենց համը տարի ասում է մի շաբաթ, 2 շաբաթ, մի շաբաթ, 2 շաբաթ, այն ժամանակ նույն թեզեսներ է ասել, մի ժամանակ հիշում եք այդ բան, գաղտնի պասատուղթեր են գողացել այդ ատամայի այդ բաների հետ կապված, բացից ասում է, այդ եղել է մոտորապես 18-17 ասում է 2 օր է մնացել, շո այդ փակում են ատոմային ռումբ կունենա 2 օր անցել է 5 տարի, ինչ 5, 8 ու ամեն օր դրանք պատճառ են ճարում իրանց Պարսկաստանի պետք է ինչ արում Տրամփ Ինչ է անում Տրամփը Տրամփը համաշխարհային անվտանգության արխիտեկտուրան ջարդում է ջարդեց ոչնչացրեց Պարսկաստան պատրաստ է եղել միշտ բանակցել, ուղղակի Պարսկաստան ինչ ասում, նայեք, Պարսկաստան ինչ ասում, ասում է, լսեք, պատրաստ եմ, բանակցել, ես էլ չեմ ուզում ատամային զենք ունենամ, բայց, սաղ որ ասում եք, իշխանությունը պետք է փոխվի, ամեն օր գիտնականներին սպանում ենք, զինվորականներին սպանում ենք, ամեն օր ինչ որ բաների վրա հարձակում ենք, ռմբակոծում ենք բան, ես ուզում եմ գարանտիա ստանամ Ես որ զենք եմ արտադրում, խոսք ունենք, ես ապահովում եմ, ես զգում եմ, որ դու ռիսկ չես անում, անվտանգությունն եմ ապահովում, դու ռիսկ չես անում, բայց դու ինձ ասում ես զենք չպիտի ունենաս, լավ զենք չեմ ունենալու, բայց ումից կարող ապացուցի, որ վաղը չեմ այսօր դուք չեք արձակում, այնա, տենում եք, եթե հիմա Պարսկաստան զենք ունենա, այն ինչ որ վախում են դրանք, չեն արձակվի, կասեն դու ես պատասխան կտա, չէ, բայց հələ պարզ չի ունի, դա չունի, դա էլ հարցաստեղ Այդ առաջին, երկրորդը Ամերիկայի հատուկ ծառայությունների դույսը գաբը Տրամփին որ հարց են տալիս, բա ասմացի ռազմետքի շեֆը ասում է Իրանը չի ուզում զենք սարքի ու պատրաստ չի Ասում է չի հետաքրում եք ինչ ասում Դուք պատկերացնում եք իրան ցածր մակարդակին Դրա համար ես ասում եմ մենք հիմա սուսուրած նայեք, որ Իսրայելը արձակվեց Պարսկաստանները Հայաստանը ագնեն ինչ որ հայտարարություն արձագանքեց։ Իսկ Ամերիկան որ արձակեց, չեն արձագանքել։ Նույնը Ռուսաստան, կիսատ պրատ։ Նայեք Ռուսաստանը իրան ոնց ապահում։ Ոնց որ հիշում եք բանը ոնց ստրատեգիկ բանը պրոտոկոլ են ստորագրել կամ չգիտեմ ինչ զիբիլյանոց ինչ կան տելևիզորով մի ամիս դրա մասին խոսալ մենք Պարսկաստանն է ստորագրել ենք այս դեռ անվտանգության մասին բաներ կա կետեր կա կաղնացեն Պարսկաստանի կողքը չէ մեր կողքը կաղնել են չէ նորից մենակ են թողում Պարսկաստան շատ ուժեղ պետք ունի կարա մենակ էլ մնա բայց երմանա Հյուսային Կորեան ասում է ես կարամ իմ ատոմային զենքը տրամադրեմ վարձով կտանք գնաս կօգտագործես այդ process-ները որ գնում է մեր համար շատ վտանգավոր process-ներ են մենք Бид կոնվորոշենք, չի լինելու սենց կոմպլեմենտար դիվանագություն տանենք, կամ աշխարհում, իմա չկա սենց բան, աշխարհը բոլորից տիպում է, կամ ստեղ, կամ դեղ, ինչու Հայաստանը միշտ դժվար է ու սենց թուլացած վիճակում է եղել, ինչու, այ Սերժիկների, Ռոբիկների, Նիկոլների պատճառով,
Միշտ կոմպլիմենտար բաներ են տարել, գիծ են տարել, իմ աշխարհը փոխվեց, աշխարհը ասում է, չի լինի, կամ դեղ, կամ ստեղ, իմա այդ կամ ասողներին, դու պիտի նստես, ասես, լավ, կամ ես ստեղ եմ, խոսքին է քո հետ եմ, ինչ, իմ համար, դու անում ես, Որն է իմ շահը։ որն է իմ շահը, անվտանգությունը, ֆիզիկապես, և տնտեսական անվտանգությունը, եւ այլ, սենց, ուրիշ հետ խոսում, որ ասում է կամ, խոսում լեկ Ռուսաստան ասում, կամ, ասում ես, Վլադիմիր Վլադիմիրովիչ, կամ ես ասում, ես խոսքերակ արդեն կամ եղել եմ քո մոտ, բացի վատ բաներից ոչ մի բան չեմ տեսել, հիմա ինչ ես անում, այ Ռուսաստանի հետ մենք լրիվ ուրիշ լեզվով պիտի խոսանք, հիմա մենք լրիվ պիտի ասենք, թեկուզ գաղտնիք ձևով չգիտեմ ինչ, հարաբերական հարցը մենք պիտի պայմանավորենք, եւ ոնց ու ինչ, այդ արջի, երկրորդ, դու պատրաստ ես, ոնց որ դու արել ես Բելարուսիայի նկատմամբ, ատամային զենք տրամադրել ես, պատրաստ ես անել, եթե հա ու մեր վերահսկողության տակ է, մեր կոնտրոլի տակ, մենք կմտածենք, որտեղ շատ լուրջ քայլ է, այսինքն զոնտիկի տակ կանգնելու, եթե մեր ասողներ ասում են կամ, հավատակ ինձ, բոլոր պատրաստ են, քննարկեն այդ կամը ինչ է տալիս քեզ, բայց քանի որ դա ասում ես կոմպլեմենտար, այդ որ ասում են ինչու ՆԱՏՕ-ն մեզ չի օգնել պատերազմի ժամանակ, ՆԱՏՕ-ն ձեզ նախ եւ առաջ մեծ ՆԱՏՕ-ի պետությունը առաջարկեց դմեք մենք օգնենք, չեն դմել, ես պրոստովակի չեմ ասում եմ, որ պետություն է եղել, բայց անձամբ մենք ենք գլխավոր շտաբում կազմակերպել ենք ու իմ միջոցով, հիմա Ռուսաստանի հետ պիտի հիստ խոսաս, բայց եթե այն Եվրոպան արևմուտք ասում է կամ, պիտի ասես նստենք խոսանք, ասում ես, մտում ես Հայաստան, հենց հիմա, մոտի, ինչ ես տալիս ինձ, տուր, դրա համար պիտի ասկան, այդ կոմպլիմենտար չի ստացվելու, մեզ այդ բանը գաղապարը ոչնչացնելու բան, մենք իրոք պիտի կոնորոշենք, մենք ում հետ ենք